Բարեկամներ, մենք դարձյալ առաջին ալիքի ուղիղ եթերում ենք եւ արդեն տեղափոխվում ենք Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև։ Այստեղ հետաքրքիր դիմակայություն ունեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի Զիմբրու Նոա դիմակայության շրջանակում։ Նոան սկսում է պայքար Հայաստանի գործող փոխ-չեմպիոնը, գործող գավաթակիրն ու սուպեր գավաթակիրը սկսում է եվրագավաթային ճանապարհը, իսկ մրցակիցը Մոլդովական պանոցում 4 ֆուտբոլիստ համար 35 Նիկոլայ Զոլոտով կա հանդիպան։ Մեկտակնա թիմի ավակ համար 4 Քրիստիան Գոնտայա, համար 23 Մարսելո եւ համար 77 Սերաֆին Կոժոկար։ Կիսապաշտպանությունում համար 8 Մատեո Ամորոսո, անմիջապես Նոան վտանգավոր դրոյի կազմակերպում եւ Կարխախտում համար այստեղ Քիշնևում փափուկ փոխանցում դեպի Էլդերը։ Ֆերեյրա փոխանցում դեպի Մարիո Գոնսալեսը, բայց վերջինիս նա շատ հաճախ լավ կարճում էր այդ փոխանցումներից, բայց միշտ չէ որ ստացվում էր։ Ժամանակին Գոնսալեսը հանդես է եկել Իսպանիայի Լա Լիգայում, հիմա վտանգավոր գրոհ է կազմակերպել, ոչ Լիգայի որակավորման փլեյօֆի խաղի են իսկ մասնակցել Մոնակոյի դեմ վտանգավոր է եւ դարպասապահ հանում է գնդակը։ Ճապոնացի կիսապաշտպանին Ֆերեյրա թողեց գնդակ Օշիմային։ Ֆերեյրա ստացավ պատասխան փոխանցումը նորից Օշիմային դեպի Տուգանային հրապարակ եւ Յակոլիշ։ Այսպիսի հնարավորություններ Նոան շատ ավելի լավ պետք է հանդես գար։ Կային խոսակցություններ նաեւ։ Ակեն գնդակը վարտում է Տուգանային հրապարակ, վտանգավոր է, ռաստում է դարպասապահ, բայց խաղից դուրս վիճա, ախտում չկար, կարող է վտանգավոր ստացվել, փոխանցում եւ Մամբոն է աշխատում պաշտպանությունում։ Դարձյալ լավ են աշխատում Նոայի պաշտպանները։ Հիմա պայստային դարպասապահներից մեկը Դավիթ Դավթյանն է, ԲԿՄ-ի դարպասապահը նախկին դար։ Յակոլիշ Սանգարը, բայց կար խախտում, բայց ինչ լավ փոխանցում էր կատարել Սանգարեն։ Խուղարկել Սանգարեն տեսավ Մարի Յակոլիշին, Սուալեն միանում է գրոյին, լավ փոխանցում է Գոնսալես։ Հիմա գրոյը զարգացնում, վտանգավոր է։ Այստեղ էլ կար խախտում, բայց գնդակով Նոան է մրցարը չսուլեց, լավ փոխանցում է Գոնսալես։ Այո, Զիմբրուն է շարժվում առաջ, ցածից Էրիկ Բոակե Գոնսալեսին է փորձում գտնել, Գոնսալես Էրիկ Բոակեն է դակը մտցնում, աղի մեջուկ լինի անկյունային հարված կարելի է փոխանցում և Օժոկար ստացվեց Դանտասի շրջանցումը, փոխանցում Տուգանային հրապարակ, շատ վտանգավոր է եւ գոլ։ Անհավանական արագությամբ զարգացրին այս գրոհը Զիմբրուի խաղացողները եւ Բիտկան դառնում է գոլի հեղինակ։ Անսպասելի գնդակ էր, չափազանց անսպասելի գնդակ։ Դեռ սկիզբն է դիմակայությանն, պետք չէ շատ ծանր տանել, ման կարծում կարողանա շտկել իրավիճակը։ Պակնոսկին է։ Հիմա Սուալեն է փորձում անցում ձեռնարկել, կասնի, ոչ հասցրեց դարպասում։ Ռամոն Հովհաննիսյանը վնասված ստացավ եւ շեվում Հայաստանի ազգային հավաքանի խաղերն են չկա, ասում է մրցավարը չկա 11 մետրանոց։ Դե դրեց ամեն դեպքում Արմինը այստեղ հիմա տեսնենք կրկնապատկերը չէ, սրա համար 11 մետրանոց չեն նշանակ Զիմբրում մրցաշրջանի 5-րդ խաղն է անցկացնում, փոխանցում Ֆերեյրա չկա, դիպուկ հարված չկա, փակված հարվածներ են առայժմ Սանգարե Եղեցիկ է Սանգարե, Սուալեհ ոչ, Շտինեն է բացվել ու ստանում է գնդակը Շտինե հարված և Բոակեն փակեց, ևս մեկ հարված ու դարպասապահը փրկում է Ամբողջ կազմով Զիմբրուն պաշտպանվում է Ֆերեյրա վտանգավոր էր ու դարպասապահ թիկունքից
Ֆերերա մեզ մոտ է գնդակը, Ֆերերա Տուգանային հրապարակում է, Յակոլիշ, հարված, եվս մեկ հարված է, անհրաժեշտ ու նորից փակում են, Հոշիմա, եվս մեկ հարված ու նորից, բան ասում է ձեզ, Սերբ, հարցակվող է, լավն էր, շոկ տվեց, բարձրից փոխանցում, Հոշիմա և փրկվում է, և հիմա շատ վտանգավոր կարող է ստացվել Ռոսարիո, որոշում է ինքը Օդեի բարձրից Լազետիչի ուղղությամբ, բայց չհասավ գնդակ։ Հիմա պարտվում է, Պունիկը պարտվեց, փոխանցում Տուգանային հրապարակ, բայց չափազանց անհաջող։ Ժոնատաս, փոխանցում և Ֆիգերա, բայց կար խաղից դուրս վիճակ։ Դեի, Հերերա, վտանգավոր է, Մանվելյան ու թույլ էր արվածը դարպասապա հեռացրեց գնայները դեռ ոչինչ չեն տվել։ Ֆերերա, Կոստակե, այլ շատ բան չփոխեց Նոայի խաղում։ 7-րդ անկյունային է Նոայի այս խաղում։ Փոխանցում և գնդակը դարպասում է գոլ։ Գոլն ու անհավասարեցնում է հաշիվը հանդիպման 88-րդ րոպեին և Կոստակեն է գոլի հեղինակը։ Վերջապես ստանդարտը տվեց արդյունք և Գորմանվելյանի փոխանցումը Վալենտին Կոստակեն գլխի դիպուկ հարվածով եզրափակում է 1-1։ Սա անչափ կարևոր գնդակ է պատասխան խաղից առաջ, բայց դեռ կա ժամանակ ու կարելի է փորձել նաև հաղթել այս խաղում։ Շատ նեղ փոխանցում կատարեց Գորմանվելյանը և Կոստակեն առաջինը ասավ գնդակին գլխի դիպուկ հարվածով։ Հորիզոնական դարպասաձողի օգնությամբ գրավում է մրցակցի դարպասը 1-1 Մանվելյան փոխանցում Տուգանային հրապարակ, վտանգավոր է և Լազետիչի հարվածը շեղ է ստացվում, ով է սպասում Տուգանային հրապարակում բարձրից փոխանցում և անկյունային կլինի